Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քմծիծաղ կարակ տակ, որովհետև դուք սովոր եք մենակ մերկապարանոց մեղադրանքներ ընչեցնել։ Պարոն Սարգսյան, Գրգորյան, պարոն Մինասյան։ Եվ ավարտելով արձագանքը։ Պարոն Վարդանյան, նորից եմ կրկնում, մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք ցենց աստվածային լուսավորություն կգա ձեր իշխանության հոգու վրա եւ դուք կընդունեք ձեր մեղքերը։ Ամենևին ոչ։ Սա այո, հնարավորություն է առիթ է, օրենքով նախատեսված կարգով, օրենքով ամրագրված իրավունքի շրջանակներում, որպեսզի նաեւ ազգային ժողովի դալիճում պարլամենտական ուժը հանրային քննարկում կազմակերպի, ինչու ոչ նաեւ պետական ինստիտուտների ներգրավում իրականացի, որպեսզի պարլամենտական երկրում Պարլամենտում տեղ ունենա քննարկումը, ոչ թե փողոցում։ Եվ սա դուք պետք է ավելին բարձր ավելի գնահատեք։ Չեք գնահատում, դուք այլ բան եք անում։ Դուք փորձում եք նսեմ ասել, ես վերցեցի նայեցի Միչայլոց, ձեր կառավարման ժամանակահատվածում այս շրջանում մի քանի հայտարարության նախագիծ, ընես չի որ փայլում է ձեր հայտարարության նախագծերի հիմնավորումները։ Մեկը 7 նախադասություն է, մեկը 4 նախադասություն, մեկը մեկից երկար է, մոտավորապես 13 նախադասություն է, բայց դուք վերել եք ասում եք հիմնավորումն եկան պարզ ու հստակ է գրված։ Երկրում ստեղծված ժողովրդավարական վիրավական հետընթացի արտացոլումն է սա։ Շատ պարզ բանաձև է տված։ Իդեպ պարզ է, որ իհարկե Տիկին Վարդանյանը երևի վերջում կասի, մենք չենք էլ ակնկալում այսօր քվեարկություն, որտեղ ինչպես նշեցի, ամսի 26-ին ունենք լսումներ եւ լսումների հիման վրա նաեւ նախագծի խմբագրում, եթե առաջարկություններ ներկայացնեք ձևակերպների մասով, մեծ ուրախությամբ ձեր առաջարկություններն քննարկման առարկա կդարձնենք եւ հնարավոր է որ վերանայվի այս նախագիծը։ Պարոն Մինասյան, ես քարտուղարությունից պարզապես տեղեկանում եմ, ինչ մեխանիզմով կարող ենք այսօր չքվեարկենք առաջարկի հիման վրա, հա։ Դրամաշակման շատ բարի։ Պարոն Մինասյան, չենք քվեարկելու, եթե չենք քվեարկելու արեք առաջարկում շատ կարճ ամփոփում, ես երկու բան պիտի ասեմ, էլի չեմ կարող չասեմ։ Մեկը խոսալու եք։ Ես չեմ ասում եմ Կիպրոսի քաղաքացի լինելը վատ է, բայց կան բան ասեցի։ Ես ասում եմ, արեք իրար չխաբենք իրար։ Որովհետև եթե ասում ենք հայ բարերարը Հայաստանի Հանրապետության դեմ չի կարա դիմի միջազգային դատարան։ Այո, սա իմ մոտեցումն է։ Կներեք, սա իմ մոտեցումն է։ Փաշինյանը որ դատարանը իմ մոտեցումն է։ Հայ բարերարը։ Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով մի հետ որ դիմել է յուրաքանչյուրս դիմում ենք, Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց կներեք, մի վարքյան, մի չևրշ լսեք։ Նիկոլ Փաշինյանը եւ շատ այլոք եւ Արմանյանը եւ այլոք մնացած գործերով իրենք որպես ՀՀ քաղաքացի դիմում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Սամվել Կարապետյանը կներեք այն գործընթացը, որը ծավալվել է, եթե չեմ սխալվում, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում, այնտեղ պարոն Կարապետյանը հանդես է գալիս որպես Կիպրոսի քաղաքացի եւ դիմում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա տարբերությունն է։ Արեք ընդունենք, որ սա տարբերությունն է։ Շարունակեմ ես։ Հոգևորականի եւ աշխարհիկի միջև այդուհանդերձ հոգևորականը կարա եւ պարտավոր է մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, ընտրական գործընթացներին եւ այլն։ Բայց արեք անկեղծենք, եթե մարդը մտնում է քաղաքականության մեջ, ինքը պետք է հանդես գա որպես քաղաքացի։ Եթե մարդը զբաղվում է հոգևոր գործունեությամբ, պետք է հանդես գա որպես հոգևոր դաս ունեցող անձ։ Այս տարբերությունը անհրաժեշտ է պահպանել, որովհետև երկիրը պետք է շարունակի մնալ աշխարհիկ, հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է շարունակի մնալ այն համանդրական կարգավիճակում, որը ամրագրված է սահմանության մեջ։ Ես չեմ հիշում քանի ընտրություններին եք դուք մասնակցել դատավորների, ձեր ոչ ոք չի սահմանափակում ձեր իրավունքը քննադատել դատական իշխանությանը, բայց գիտեք, ավելի ակտիվ մասնակցության պարագայում իմ խորին համոզմամբ դուք կարող եք ավելի շատ ասելիք ունենալ։ Մնացածը թողին ձեր բանի վրա։ Հիմա տեսեք,
Ճշգրտում տա, պարոն Վարդան, մենք մասնակցել ենք քննարկումներին, Քննարկումներին չեք մասնակցել։ քվեարկությունների, այո, որովհետև համարել ենք, որ անիմաստ է այս ձեր դիրքորոշման պայմաններում, երբ որ չկա փոխադարձ քննարկում թերությունների, սխալների, չափորոշիչների մասով, անիմաստ է մասնակցել, բան որ ի սկզբանե, իդեպ դուք որ ասում եք դրա մասին, ես էլ խնդրում եմ ասեմ, որ դուք ձեր խոսքում կանդրադառնաք, էլի։ Մենք ունեցել ենք չէ՞ գումարման խորհրդարանում падգամավորների անձեռնության զրկում եւ մեղադրանք, խափանման միջոց որպես կալանք ընտրել։ Մեկ դեպք։ Ոնց մեկ դեպք։ Խափանման միջոց։ Իսկ մնացած դեպքերում падգամավորներին ուղղակի պահում էին մեկուսարանում, չէին թողում։ Հիշում եք, համնadrական Արթուր Խաչատրյանի, Արթուր Սարգսյանի դեպքը մեկ դեպք չի, 3 դեպք է։ 3 անգամ այս խորհրդարանը падգամավոր Արթուր Սարգսյանին 3 անգամ падգամավորի կարգավիճակով ուղարկել է մեկուսարան։ Կներեք։ Ես մենք դատախազի միջնորդության հիման վրա մեկ դեպք է եղել, ես կնդրեմ որ կարգավարությունը ճշտի, որ դատախազի միջնորդության հիման, միջնորդագիրի հիման վրա քրեական հետապնդում հարուցելուց հետո ազգային ժողովը տվել է համաձայնություն ազատության սահմանափակման հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Մեկ դեպք։ Մնացած ձեր կողմից մատնանշված դեպքերը, որոնք նախորդել են այդ անձանց падգամավորի կարգավիճակ ձեռք բերելուն եւ որոնք շտկվել են սահմանադրական դատանի որոշմամբ, ես չեմ կարող դիտարկել որպես ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավունքի հաղթահարում քվեարկության միջոցով տարբեր բաներ են, ես եւ դուք շատ լավ գիտեք դա։ Բայց մենք դրան կանդրադառնանք, էլի հիմա սրան չեմ ուզում անդրադառնալ։ Կալանքի հարցին է անդրադառնում, ոչ չէ, կալանքի հարցին մենք էլ ենք անդրադառնում։ Կալանքների եւ քանակին եւ մեկ դեպքում ինչա կալանք տրվում, մի դեպքում ինչու կալանք չի տրվում, ինչու կալանք չի տրվում, անձը գնում հանցագործություն է կատարում, ինչա կալանք տրվում, եթե կալանքը չպիտի տրվեր։ Սա երկար եւ լուրջ մասնագիտական քննարկման թեմա է, ինչեւ զնայում մտնենք սրա մեջ։ Պարոն Մինասյան, բայց որ ասում եք, այ մարդիկ կան իրենց սահմանափակում են այցելություններ եւ այլն, մինչեւ իրենց հանրային հետաքրքրությունը իրենց նկատմամբ նվազի եւ նվազի, երկու անուն եմ ձեզ ուզում տամ, էլի պարզապես էլի։ Մեկը Մահատմա Գանդին էր, որը բավական երկար ժամանակ անցկացնում էր, այսպես ասեմ, առնվազն տնային կալանքի տակ, չգիտես ինչի չնվազեց իր նկատմամբ բանը վերաբերում կա։ Մյուսը, ես էլ արդեն ոչ մի բան չկար ասել, Նելսոն Մանդելան ինչ ասեր։ Ինչ կան մնաց, այդքան ավելի դառավ պոպուլյար եւ ի վերջո դառավ այդ երկրի նախագահ։ Հիմա կներեք էլի, արեք այդ տարբերությունը մտցնենք, էլի մի բան է, որ մարդը քաղաքական գործիչ է, ինքը քաղաքական գործիչ է եւ կարող է հայտնվել հետապնդումների փուլում, հետապնդումների փուլից հետո դուրս գալ, շարունակել իր քաղաքական գործունեությունը, բայց չգիտես ինչու մեր մոտ ինչ կոռուպցիոն գործով ում բռնում ես, ասում ես դե վсё, ես հիմա այսօրվա ես քաղաքական գործիչ եմ։ Արեք էս էլ բան անենք, բայց պարոն Մինասյան, շատ շնորհակալություն։ Մանդելայի օրինակ որ բերեցիք, լավ բերեցիք, ուղղակի իրաց բախտը բերել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը չի եղել այդ երկրներում։ Պարոն Մինասյան, նոր խոսում եք զերծ մնալ վիրավորանքներից, հա դե բայց ռեժիմը Նիկոլ Փաշինյան Ռեժիմ փոխարեն իշխանություն։ Այ Մինասյան, բայց էլի բան կասեմ, էլի հեսո կգնանք իմ մոտ սուրճ կխմենք, քննարկենք, կմնանք նույն կարծիքների, բայց ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Ստե մի մարդ կա, որ խղճի բանտարկել, հա, դա դուք եք։ Ես ասեմ ինչի։ Որովհետև չի կարա հայ հեղափոխական դաշնակցությունը, կներեք էլի ամենայն հարգանքով, ես հայ հեղափոխական դաշնակցությունը, որպես այդ թվում Հայաստանի Հանրապետության Հանրապետության կերտող չստանա այն արժանի գնահատականը, որը պետք է ստանա։ Շատ կարևոր դերակատարություն ունեցած կուսակցություն։ Ես չեմ կարող պատկերացնել, ինչպես սոցիալիստական բնույթի կուսակցությունը, որը հատուկ կարծիք ունի մարտի 1-ի գործով, որովհետև չէր կարա չունենալ, պարոն Մինասյան, չէ՞, մենք պարոն Հովհաննիսյանի ելույթը հիշում ենք, դուք չեք կարա միևնույն դաշինքում լինել, միևնույն կառույցում լինել այն սուբյեկտի հետ, որը բացարձակապես որևիցե առնչություն չունի
ոչ դաշնակցության հետ, ոչ ձեր գաղափարախոսության հետ, այլ ընդհակառակը ներկայացնում է խոշոր օլիգարխիկ շրջանակները։ Դե հասկացողը կհասկանա։ Դուք չեք կարող լինել նույն կառույցի մեջ, նույն խմբակցության անդամ, որովհետև ձեր գաղափարախոսությունը եւ գաղափարախոսությունը, որը կիսում է ձեր քաղաքական ուժի ղեկավարությունը, նույնական չի։ Եվ այս կոնֆլիկտը անդադ շարունակելու է մնալ։ Եվ ես շատ լավ հիշում եմ երջանկայի հիշատակ Վահան Հովհաննիսյանին եւ շատ լավ հիշում եմ այդ ինտերվյուն, որը տեղի ունեցավ 2008 թվականի ընտրություններից հետո։ Բայց այստեղ հաշվի առնելով էլի իմ հարգանքը թե ձեր նկատմամբ, թե հայ հեղափոխական դաշնակցության պատմության նկատմամբ այստեղ վերջակետ կդնեմ, չեմ ուզենա շարունակեմ, որովհետեւ շատ ենք շեղվել նախագծից, բայց ուզում եմ ասեմ, որ ես ուրախ եմ, որ 26-ին լինելու են լսումներ, անկեղծ։ Ես ուրախ եմ, որ մենք բարձրացնելու ենք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում իրավական պետության կայացման եւ զարգացմանը։ 26-ին Դաշնակցությունը կներեք 1990 Դաշնակցությունը փակվել է մեկ անգամ։ Ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ով է փակել, ինչի է փակել, ինչ ինքով է փակել։ Հետո կներեք, այդ ինչ իրավիճակի փոփոխություն է եղել, որ բացել է եւ անձանց ովքեր գտնվել էին անպատասխան քրեակատարական հիմնարկներում ազատել է։ Մենք միջև չենք կարող հասկանալ, բայց ես այդ ժամանակ բայց այդ խոսքերի ներքո ախր գոնե մի հատ նայեք ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ինչեր են արտաբերում դաշնակցության հասցեին։ Մի անգամ չլսեցի, որ այս ժողովուրդ վերջը քաղաքական ուժ է 135 տարվա ազգային ուժ։ Ախր մի քիչ գոնե չափավոր արտահայտվեք։ Լավ, ասենք ես որպես դաշնակցական, երբ որ կոշտ արտահայտություններ անում եմ այդ մարդկանց հասցեին, հասկանալի, բայց հիմա դուք այն որ ասում եք բամբակ ու բան, ոնց է կոչվում, մտրակ ու եսիմ ինչ, այդ բանն եք տանում, պետք չի տենց անել։ Դաշնակցության պատմությունը, հայ ժողովրդի պատմությունն է, իր սխալներով, իր հերոսություններով, չի կարող անսխալական լինել։ Եթե անսխալական լինել, հիմա մեր պատմական երազանքի երկիրը կառուցած կլինի։ Մարմիասյան ինչ եմ ասում եմ, ես էլ եմ համարում սխալ, այս դրամար եմ ասում։ Չէ, էսի սխալ չի կարող լինել, որովհետև դուք սխալ տեղից եք սկսել։ Եթե դուք ճիշտ տեղից սկսեիք, կարող է վերլուծություններ բերեին ինչ-որ բանի, բայց սխալ ելակետից եք սկսել։ Այսօր մենք խոսում ենք Հայաստանում ստեղծված ժողովրդավարական, իրավական խնդիրների մասին, որոնք բերել են եւ ձևավորել են քաղաքական հետապնդումների հիմքով հսկայական թվով մարդկանց անձնական ազատությունից զրկման։ Մենք չենք խոսում առհասարակրթական հետապնդման մասին, բայց անձնական ազատությունից զրկումը դա ինքը արդեն խոսում են մասին, որ այս հարցերը կարևոր ուշադրության առարկա պետք է լինեն։